Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, խանդավատանքով պետք է խնամենք նրան, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ Այս համատեքստում կարևոր է նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը, ասել է նա։ ԵԽԽՎ-ում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի հարցին, ընդգծելով, որ այդ արտահայտությունը գոյություն չունի եւ բացակայում է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։ Վարչապետը նշել է, որ խաղաղությունը պահանջում է լեգիտիմ համաձայնեցված բառապաշար, իսկ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը հակասում է այդ պայմանավորվածություններին։ Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում կողմերը պայմանավորվել են հաղորդուղիներ բացել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ փոխադարձության սկզբունքով։ Փաշինյանը նաեւ շեշտել է, որ Հայաստանի տարածքում անվանումներ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանը եւ այլ անվանումների օգտագործումը ինքնիշխանության խախտում է։ Բուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորյանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև գործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը եւ վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթի հետ։ Այս մասին վարչապետը գրել է իր Facebook-յան էջում։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին եւ Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ, գրել է Փաշինյանը X-ի միկրոբլոգում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ընդլայնման հնարավորություններն, ընդգծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Անդրեյ Սիբիհան քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջև գործակցության զարգացման եւ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։ Ընդգծվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման կարեւորությունը, մտքեր են փոխանակվել առկա իրավիճակի շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը։ Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված փոխհմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը։ Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Աֆշար համայնքի նախկին ղեկավար ՍԳ-ի կողմից հափշտակված 78 միլիոն դրամ արժողությամբ 3 անշարժ գույք վերադարձվել է Արարատ համայնքին։ Նախաքննությամբ պարզվել է, որ գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43.6 միլիոն դրամ, իսկ համայնքին հասցված ընդհանուր վնասը 56.3 միլիոն դրամ։ 2025 թվականի մայիսի 29-ին ՍԳ-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման եւ վատման համար։ Նախկին ղեկավարը լիովին փոխհատուցել է համայնքին հասցված մոտ 100 միլիոն դրամ վնասը, նախաքննությունը շարունակվում է։ Պակիստանի Քվետա քաղաքի սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու գտնվող Բանուկ փողոցում պայթունի հետևանքով 10 մարդ է զոհվել, եւս 32-ը վիրավորվել են։ Պայթունը տեղի ունեցել այն ժամանակ, երբ ականապատ ավտոմեքենան Մոդել Թաունից թեքվել է դեպի Հալի Ռոուդ, սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու։ Պակիստանի նախագահը հայտարարել է, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է արտաքսվածների վերադարձը, որոնց տրվել են անվտանգության եւ որևէ խնդրի բացակայության հավաստիացումներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը հաղթանակում են Ուկրաինայում տարվող նրա ձևակերպման բարդ պայքարում։ Նա նշել է, որ ամբողջ երկիրն է քրտնաջան աշխատում այդ ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում Դոնեցկի շրջանի որոշ կարևոր հատվածներում գտնվող ևս երկու առաջնագծային բնակավայրեր։